Հաղորդման գործընկերն է Նուր Քարտը, հաղորդման գործընկերն է ֆինանսական համակարգի հաշտարարը։ Բարև սիրելի հետընտրական Հայաստան։ Մի քիչ դժվար է սկսել հաղորդում ընտրություններից հետո, որովհետև դե վերջին 20 տարում ընտրություններից հետո միշտ անտրամադիր է լինում ժողովուրդը։ Բայց վստահ ես, որ այս անգամ էլ է անտրամադիր։ Դե կարելի է ստուգել ժողովուրդ։ Հա, տղեկ ջան։ Ոնց է տրամադրությունը։ Հետընտրական։ Այսինքն հետընտրական էլի։ լավ, այս հետընտրական հաղորդման մեջ դիտեք Նախագահական ընտրություններ Armenian style։ կասկածելի դեմքեր տեղամասերի դրսում։ Ռաֆին պահանջում է հանձնել իշխանությունը ժողովրդին։ Միջազգային դիտորդները սկսում են ազդել մարդկանց ներվերին։ Հյուրը բելարուսական դիտորդ Ստեփան Կոցեբուլկին։ Եվ այսպես ընտրությունները տեղի ունեցան։ Էլի եղան միստիկ պահեր, էլի ինչ-որ ահազանգեր, ավտոբուսներով մարդիկ ստեղ-ընդեղ անհամ բաներ, բայց փորձենք այս ամենը ամփոփել առանց շատ հիասթափեցնելու։ Եվ այսպես ընտրություններին իրենց քվեն տվել են գրեթե բոլոր թեկնածուները, բայց շատ քչերն են ասում, թե ում են ընտրել։ Ես քվեարկել եմ Հայաստանի ապագայի համար, քվեարկել եմ ապահով Հայաստանի համար։ Կարծում ես ում նկատի ուներ։ Դե կոնկրետ չասեց, բայց դե պետական տեղ աշխատում երևի կասեին էլի մեր թեկնածուին։ Հա, վերևներից։ Լրագրողները այս լուրը շտապ հասցրեցին մեկ այլ թեկնածուի։ Պատրաստած Սերժ Սարգսյանը ապով Հայաստանի համար քվեարկեց, ոսում է համար է քվեարկում։ Ապրիլ լրագրողը շատ դիպուկ էր։ Դե ինձ թվում է Բագրատյանն էլ 100 քայլանոց Հայաստանի համար պետք է քվեարկած լիներ։ Կարծում եմ ես քվեարկեցի մի նոր Հայաստանի համար, որ վաղ թե ուշ պետք է ձեռնամուխ լինենք։ Բոլորովին կարծում եմ, որ այն Հայաստանը, որ մինչև հիմա մենք ունենք վերջի տարիներին, այն իրեն սպառել է բոլոր առումներով։ Այո, հին Հայաստանի վաղեմության ժամկետը լրացել էր։ Պաստորեն ունենք նոր Հայաստանի համար քվեարկողներ ու ապահով Հայաստանի համար, ուրիշ հանուն ինչի են քվեարկել։ Հայաստանի առաջին նախագահ Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր քվեարկեց հանուն Հայաստանի Հանրապետության։ Դե քանի որ հենց ինքը չկար, փաստորեն երևի Չակ Նորիսին է ընտրել, հա։ Օրենքը չի թույլատրում։ Թե չէ մեծ սիրով 7-ին էլ քվեարկեի։ Այսինքն 7-ն արժանի է, պարոն։ Արժանիից ավելի։ Ինչքան բան է փոխվել այս երկրում։ Լավ, Ռաֆին ինչպես քվեարկեց։ Ռաֆին մնաց դուրսը։ Մի հատ էս կողմ եկեք, ես ինչ լրատվախցանում է։ Թողեք մարդը ընտրի, հետո դուրսը հարցերին կպատասխանի։ Ժողովուրդը գոմնորոշվել է իր հաղթանակի եւ մեր հանրապետության կայացման օգտին։ Կողմնորոշվել ես։ Լավ է։ Հիմա ինչ բոլոր տեխնացիները абստրակտ են խոսալու, ում են ընտրել։ Տեսնենք Պարույր Հայրիկյանի մոտ ինչպես անցավ ընտրությունը։ Քվեարկության պահին տեսա Պարույր Հայրիկյան անուն ազգանունը։ Ահա, ու ինչ։ Հա ինձ ասել են, սենց բացում ես ու մեջը կա այդ անուն ազգանունը։ Ու ինչ եղավ հետո։ Ուրախացա, որ ես ունեմ Պարույր Հայրիկյան տեխնատու, ում կարող եմ ձայն տալ։ Ուրախության ձայն տվեցի։ Ահա, վերջապես մի հստակ պատասխան։ Թե չէ հանուն Հայաստանի ֆլան ֆստան։ Քվեարկությանը մասնակցեց նաև էպոսագետ Վարդան Սեթրակյանը ընտանիքի հետ եւ այդ քայլով նա երաշխավորեց ձայների աննախադեպ քանակ այդ տեղամասում։ 3 Ճարտարապետ Շինարարին տեսած լրագրողներից մեկը չտերապետեց իր զգացմունքներին ու ժամանակից շուտ նրան հռչակեց նախագահ։ Պարոն նախագահ, Ում ընտրեցիք, պարոն Սեթրակյան։ Հումորի մեծ զգացմունք եք։ Իսկ ինչ սպասում եք։ Ինչ սպասումներ ունեք, պարոն Սեթրակյան։ Պարոն Սեթրակյան, ինչ սպասումներ ունեք։ Սպասումներ են ինչ-որ հունիսից ասել են։ Ինչպես։ Ինչ-որ իմ առաջի ասուլիսի ժամանակ ասել են։ Այսինքն սպասումները հաղթանակի։ Ուրիշ հաղթանակի։ Իհարկե։ Այո, սպասումները չեն փոխվել 81% ձայնով հաղթանակ։ Չէ, չգիտեմ, ես Սեթրակյանի դեմքին այլ բան կարդացի, կարծես մի փոքր տխուր էր, բան չմնաց, պարոն Սեթրակյան, պինդ եղեք, մի 2-3 ասուլիս ու էլ պետք չի բացատրել, թե ինչու ձեր ոչ մի կանխատեսում չիրականացավ։ Բայց դեռ մի քանի տարի մարդիկ ձեզ փողոցում տեսնելիս կժպտան ու կասեն, հիշում ես ասել էպոսագետն է։ Վերջին շրջանում շատ է այսպես աղմուկ բարձրացում ձեր հնարավոր ձերբակալության ու անիմաստի։ Չէ, անիմաստ է այդ։ Այսինքն դուք բացառում եք այլևս Ես ասացի, որ
Միգուցե ունեն տես ծրագիր ու ասել են, որ մի բանա թե իրանք ինչ են ծրագրում, մի բանա թե ինչ կստացվի դրանից։ Դուք հիմա բացառում եք նման զարգացումը։ Անլուրջ է այդ ամեն ինչը։ Իրականում Վարդան Ժորժիկովիչը ճիշտ է, կամ իրեն կձերբակալեն, կամ չեն ձերբակալի, ուրիշ տարբերակ չկա, չէ։ Նույնն էլ 81% հավաքելու պահը, կամ պիտի հավաքեր, կամ պիտի չհավաքեր։ Վաղը ձեզ շնորհավորում եմ։ Տեսնեք, ասում եք, եթե չի լինում։ Ընտրությունները միայն սկսում են, Բայց դուք ետին բացառել եք։ Ինչ որ փոխվել եք։ որևէ բան չի փոխվել։ Նախացրել եմ։ Ուրեմն դες նորից եմ ասում, ընտրությունները այսօր չեն աղ։ Այսօր գնացել դուք հասկացել եք։ Այո։ Բայց արդեն 2 օր ավարտվել է ընտրությունները։ Կամ քաղաքապետի պաշտոնի վրա է աչքը, կամ էլ զանգվածային ցույցեր է պատրաստում Ազատության հրապարակում։ Որքան զանգվածային։ Դե մի 6-7 հոգի, եթե Սլավիկն էլ գա 8։ Ի վերջո կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրությունների արդյունքները, որը ծանր հարված հասցրեց էպոսասեր հասարակությանը։ Հա, Ժորժիկովիչը 81% չձգեց այս անգամ։ Սարգսյան Սերժ Ազատի 58.64%, Հովհաննիսյան Ռաֆի Ռիչարդի 36.75%, Սեդրակյան Վարդան Ժորժիկի 0.42%։ Ընտրություններում ու ընտրություններից հետո միանգամից իրանց մեջ գցեցին դիտորդները։ Աննախադեպ թույն էլիտար ընտրություններ էին, նաև ԱՊՀ մեր քաղցր դաշնակիցները չզսպեցին իրենց հիացմունքը։ Выборы президента Республики Армения 18 февраля 2013 года проведены в соответствии с Конституцией Республики Армения и действующим в государстве избирательным законодательством. Դե ընդհանուր առմամբ բացառված չի, որ ռուսների համար մեր ընտրությունները իրոք շատ օրինական կարող է թվան։ Բայց ընտրությունները նաև ուրախություն էին պարգևել ԵՀԿ ժմիգ ժողովրդին։ Մասնավորապես Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեաժողովի պատվիրակության ղեկավար Կարին Ուոլսեթը հայտարարեց, թե կասկած չկա, որ անցած 2008 թվականի նախագահական ընտրությունների համեմատությամբ ընտրական գործընթացում բարելավում է արձանագրվել։ Մի քայլ առաջ, իհարկե, բայց այդքան արագ քայլել մեզ պետք է։ Հա ինչ շատ արագ ենք ժողովրդավարանում, մի քիչ դանդաղ շտապեք։ Իդեպ ԵՀԿ դիտորդներից պարզվեց գոհ չէին մի խումբ ակտիվիստներ, որոնք այլընտրանքային զեկույց ներկայացրեցին, թե քանի քայլ որ կողմ է արել Հայաստանը։ Մի խումբ ակտիվիստներ անապկալ կերպով փակեցին դիտորդների տեսադաշտը եւ ընդհատելով ասուլիսը սեփական հայտարարությամբ հանդես եկան։ Մեկ քայլ առաջ, երեք քայլ հետ, երկու քայլ աջ, Մի րոպե, մեկ քայլ առաջ, երեք քայլ հետ, ձախ, աջ։ Մի խոսքով սենց էին ընտրությունները։ Դա մեր ակտիվիստների գնահատականն էր ընտրությունների։ Իսկ բուն ուղերձը ԵԱԿ ժմիգենց, այս Բասի, ժմիգենց եւ ԵԽՎ-ենց։ Այդ ո՞րն է։ Թե չէ ժմիգը գիտես, էլի որն է։ Кто такой? Давай, до свидания. Давай, иди гуляй, до свидания. Իդեպ դիտորդների հետ կապված, ընտրությունների օրը մեր ռազմահերնասիրական թիմը փորձեց բացահայտել ինչով են զբաղվում դիտորդները։ Դիտեք մեր հատուկ ռեպորտաժը ընտրություններից։ Ընտրատեղամասերից մեկում հանդիպեցինք միջազգային դիտորդներից մեկին, բայց ոչ թե ԵՀԿ, այլ ընտրական միջազգային համակարգերի կենտրոնից։ Մի խոսքով կարևորը լավ անգլերեն էր խոսում։ Արդեն տեսել եք որևէ տեսարժան վար Երևանում։ Ոչ, ոչ հիմա, անցած տարի միայն։ Իսկ Գառնի Գեղարդ գնացել եք։ Հա? Դե այն որ սիրուն քանդած տաճար է, մեկնել ցեզ մի ժայռի մեջ մի կտորից տենց։ Ոչ, ոչ, մենք միայն աշխատում ենք, զբոսաշրջիկ չենք։ Մենակ ընտրությունների պահով։ Միայն ընտրությունների դիտարկում ենք։ 3 քաղաքով մի քիչ զբոսնեցինք։ Ձանձրալի չի միայն զբոսնելը, բա Գառնի Գեղարդը չեք ուզում տեսնել։ Okay, կգնամ, անպայման կգնամ, բայց այսօր միայն դիտարկում ենք, հետո պետք է հաշվետվություն պատրաստենք։ Ուզում եք ասել հաշվետվությունը դեռ պատրաստ չի։ Չէ, դեռ ընտրություններն են գնում։ Ընտրական համակարգի կենտրոնի դիտորդից հետո նաև ականատես եղանք ինչպես են աշխատում մեր ռազմահերնասիրական ԵԱՀԿ ժմիգ դիտորդները։ Ավելի շուտ դիտորդը Ջերեմին։ I am Jeremy. Just can't call me Jerry. Jerry.
Jerry. How Jerry ասելի է։ Hi, I'm Jeremy. You can call me Jerry. Just wondering how was everything going and any problems. Ինչ-որ խնդիրներ առաջացել են baking. No problems have arisen. Where is the other question is where is Garni Gerard? Մյուս հարցը Garni Gerard-ը որտեղ է գտնվում։ Չգիտեմ։ Ինչ որ ուրիշ տեսարժան վայրեր այստեղ կան, որ կարող է այցելել մեր հյուրը։ Ոչ։ No. Anything like weird going on here, like strange? Like տարօրինակ բաներ, տարօրինակ մարդիկ այցելում են տեղամաս։ Ոչ։ Like asking weird questions or տարօրինակ հարցեր տվող մարդիկ մտնում են։ Լրիվ տալիս են շատ նորմալ։ No, they haven't. Everyone is normal here. Yes. Շնորհակալություն. Yeah. See you. Thank you. Thank you very much. Վերջում ջերմ հրաժեշտից հետո դիտորդը խոստացավ հանձնաժողովի նախագահին մի օր ցույց տալ նրան Stonehenge-ը Անգլիաներում, իսկ դրսում սկսեց վայից լինել այլ քաղաքացիների։ Where is Garni Gerard? Ոնց կրտնի Garni Gerard այստեղ։ Եկել եմ վրեսա մնացել ունեցել անհամ դեմքա ու ինչ որ գոնե միտեղ պետք է տանենք Հայաստանը very nice. I like Հայաստան։ Առավոտից երեկոն Հայաստանը դուր է գալիս, բայց անդադ ուզում է ախր պետք է դիտորդություն պետք է անեն, կպրշկելա Garni Gerard, ասում եմ գոնե վաղը գնանք։ I like tomorrow. Yes? Very nice. Garni Gerard. Garni Gerard. Yeah, tourist Marta. Yes. Yes. Okay. You go with him. Goodbye, Jeremy. Bye, Jerry. Hi guys. Հետո բերեք հենց տեղ իրան թողեք մենք կգանք այստեղ էլի։ Այս ցուցակի մոտ։ Bye, you welcome to Armenia. Եվ այսպես մեր թղթակիցը հավեսով ցրեց Ջերեմին, ուղարկեց Garni Gerard։ Մինչ մենք զրուցում էինք ընտրական հանձնաժողովի նախագահի հետ, տեղամաս մտավ տարօրինակ մի ընտրող։ Շատ սակավաթիվ են վստահված անձերը։ Ես չեմ կարող այդի բացատրեմ, ով եկել է, մենք գրանցել ենք։ Տարօրինակ ընտրողներ հասկացել եմ։ Չէ, բոլորին ստուգում ենք, նկարները նայում ենք։ Չզուտ էս տղան։ Դուք վստահված անձ եք։ Չէ, ում ես ուզում։ Ադրող է։ Այս քիչ է։ Կավա ձեր մոտ ինչ-որ բան կա, տենց հաստատություն մոտակայքում, չէ։ Ասենց բաներ առաջի անգամ։ Նույն ընտրողին նաև նկատեցինք բոլորովին այլ տեղամասում։ Ինքը մեր բնակիչն է։ Նայեցի վրան հեռացավ ձեր։ Բնակիչ։ Եթե դուք եք նկատել սոմբրերոյով ընտրողին, ահազանգեք մեզ Twitter-ով։ Այսօրվա մեր հյուրն է բելարուսական դիտորդական խմբի ղեկավար Ստեփան Կոցիբուլկինը, ում հետ խոսենք բելարուսական պատվիրակության տպավորությունների մասին։ Այո, բելարուսներն են դիտարկում։ Բարև ձեզ, պարոն Ցիբուլկին։ Բարև Սերգեյ ջան։ Սենց նորմալ հայերեն եք խոսալու։ Լավ, ուզում ես մի քիչ ակցենտ կավելացնեմ հետո։ Դե գոնե ակցենտ, դեմքը չի լինում։ Միանգամից ասեմ Սերգեյ ջան, որ բելարուսական պատվիրակությունը շատ տպավորված է, մեր կարծիքով ֆանտաստիկ ժողովրդավար ընտրություններ անցան Հայաստանում, մենք երկար կհիշենք, սա մեզ լավ օրինակ կծառայի Բելարուսիայում, որ անենք անգամ մեր պատվիրակությունից մեկը փախավ, որ մնա Հայաստանում, այնքան իրան դուր եկավ։ Մի րոպե, բայց մարդիկ բողոքում էին, կային բազմաթիվ խախտումներ, ընտրողներից մեկը նույնիսկ կերավ իր քվեաթերթիկը բողոքի նշան որպես։ Այս մի կերած քվեաթերթիկն է ձեզ այսքան մտահոգում։ Ախր բելարուսական ընտրական օրենսգիրքը հստակ ասում է, որ հանձնաժողովի նախագահը հաշվարկից հետո պետք է ուտի բաճկայի օկտինչի քվեարկած բոլոր քվեաթերթիկները։ Հասկանում եք, ձեր մոտ շատ լավ ընտրություններ են։ 7 տեխնացու ունենք, մենք ապշած ենք, սա 7 անգամ ավելի շատ է, քան վերջի ընտրություններին Բելարուսիայում։ Դե գուցե հա, այդ պահը լավ է մեր մոտ, բայց ընտրակաշարք էր բաժանվում։ Դրանից էլ եք բողոքում։ Գիտեք, մեզ մոտ Մինսկում ինչ են տալիս ընտրություններից առաջ։ Այսինքն վզին են տալիս ընտրություններից առաջ, իսկ դուք փող են տալիս, դրանից եք բողոքում։
Լավ, բայց հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքելու, ազատության հրապարակում պահանջում են վերահաշվարկ։ Գիտես, մեր մոտ էլ 98 թվին էլի նստածույց արեցին։ Ու միջև հիմա նստած են։ Սա բելարուսական սենս հյումոր է։ Հա, ուզում եմ ասեմ, ձեզ մոտ հետո գնում են տուն, չէ՞ այդ մարդիկ, այսինքն էլի շատ ժողովրդավար ամ է, ինչ Հայաստանում։ Շնորհակալություն պարոն Ցիբուլկին, էլի համեցեք մեզ մոտ, իսկ դուք մնացեք մեզ հետ։ Իսկ մենք որոշեցինք պարզել ինչպես են արձագանքում ընտրատեղամասերը, երբ դրսումը հայտնվում են կասկածելի մարդիկ, որոնք փորձում են ինչ-որ հոգեբանական եւ ոչ միայն ճնշում գործադրել ընտրողների վրա։ Դիտեք մեր հաջորդ հատուկ ռեպորտաժը։ Տեղամասերից մեկում անհայտ անձը փորձում էր վախի մթնոլորտ ստեղծել։ Առաջին ռազմաերնասիրականը շտապեց դեպքի վայր։ Բարև ձեզ, գիտեք չէ՞ ում եք ընտրում։ Գիտեմ, ձեզ ասել են։ Գիտեք չէ՞ ում եք ընտրում։ Այո։ Հա, լավ է։ Գիտեք։ Այո։ Շատ լավ։ Կասկածելի անձը օտարածին սպորտային պարագայով ահու սարսափներ շնչելու փորձ էր անում։ Ընտրեցիք մեր տեխնացին, չէ՞։ Մերոնց։ Մերոնց։ Շատ լավ է, շատ լավ է։ Ընտրեցիք։ Հա։ Մեր տեխնացին, չէ՞։ Հա, Վարդգես Սիմոնյանին։ Նորմալ դրեցիք։ Չէ, հերթա հետ։ Դե արագացրեք էլի այսօր հասցնենք։ Ընտրես, չէ՞ տադի։ Լավ է, լավ է։ Ինք ասես թող ես։ Դուք գիտեք, չէ՞ ում եք ընտրելու։ Ձեզ զանգի, չեն զանգի։ Ձեզ զգուշացրել են, չէ՞։ Այո։ Այսինքն գիտեք ում եք ընտրում։ Շատ լավ է։ Դե սենց ուղիղ գնացեք։ Այստեղ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Այ ես ուզում ձեզ մոտենայի։ Այս երիտասարդը համի չի անում։ Նայեք, էլի ձեր page-ը։ Շատ էլ հարևան։ Սակայն ահաբեկման խղճուկ փորձը երկար չտևեց։ Ժամանած իրավապահը բացարձակ բեյսբոլի սիրահար չէր եւ ստիպեց կասկածելի տարին անհապաղ հեռանալ։ Այս հաղորդման նկարելու ժամանակ դեռ միայն ասուլիսն էր եղել Ռաֆի Հովհաննիսյանի ազատության հրապարակում, այնպես որ թե ինչ եղավ հանրահավաքին կիմանանք հաջորդ հաղորդման մեջ։ Իսկ Arm Comedy-ն այսքանն էր այսօր։ Սպասի, եղանակի տեսությունը։ Տղերք կգաք հետևիցս։ Ուր ես ու ինչու չես քո ստուդիայում։ Տղերք երկու օր առաջ Վազգենը մի հատ դպրոց ինձ բերեց, որ ընտրությանը մասնակցեմ ու գնաց։ Հիմա մնացել եմ ստեղ։ Այ մարդ դե մեծ տղա ես արդեն ինքդ հետ արի։ Տավուշի մարզում ինչ-որ մի հատ խուլ տեղ է, տղերք ոչ տրանսպորտ կա, ոչ էլ։ Տղերք եկեք էլի։ Լավ, դե ուրեմն այսքանն էր Arm Comedy։ Ժողովուրդ զգոն եղեք այս վճռական ժամանակներում ու դիտեք վիդեոբոցը։ Գալու եմ այդ ընտրական կաշառքները հարկեմ։ Եկամ տակ պիտի մտցնեմ ընտրական կաշառքների, որ խելքները գլուխները գա։ Oh, that shot, baby, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby, and he keeps them out of sight. Հա, ինչ ես նեղվել։ Մտածում կարող է էպոսագետը ինչ-որ մի վնաս իրան տա այս մանտրաշից։ Դե չէ, չեմ կարծում մեզ մարդը։ Ամեն դեպքում արի մի երկու հերթապային կամուրջի մոտելի մարդ ես կարող։ Ստեղ, չէ։ Հա, կամուրջի։